վերջին հարց այս օրերս Ալես Սիմոնյանի ծննդյան տարեդարձն էր եւ այդ ծննդին նաեւ կարծեմ ժողովրդավարներ գրել մասնակցել էր Արուշ Արուշանյանը, Քաջարյանի համայնքապետը, ձեզ համար հասկանալի է այս ամենը, նմադիր էին, պայքարում էին, այս իրականության հետ կապված ասելիք ունեք եւ նաեւ այս շփոթությունը այն իրականության մեջ, որ այդքան դուք էլ խոսեցիք սոցիալական սարսափելի խնդիրներից, դուք էլ խոսեցիք այս թոշակառուների եւ ոչ միայն առողջապահական խնդիրներից եւ սրան նաեւ զուգահեռ մեր ռազմագերիների մասին։ Գիտեք, այն որ ինքը իր վարչական ռեսուրսներով այսպես կալանավորելով, դատական քրեական գործեր կարելով տարբեր համայնքի ղեկավարների նկատմամբ, որ փորձում է վախեցնել, լռեցնել, դեպի ԿՊ-ն կողմնորոշել որոշակի համայնքապետերի, այո, դա այդպես է եւ մենք իրավունք չունենք բացառելու, որ ոչ մեկի մոտ դա այդ գործողությունները հաջողության չեն ունենալու։ Որոշ համայնքապետերի վրա աշխատեց այդ տարբերակը, որոշ համայնքապետերի դեպքում չաշխատեց, ինչպես օրինակ Մամիկոն Ասլանյանի դեպքում, ինչպես օրինակ Փարաքարի ղեկավարի դեպքում, որին արդեն ի վերջո սպանությամբ, այսինքն նրան սպանեցին, հասկանում եք, տարբեր մեխանիզմներ են կիրառում, որոշ մեխանիզմներ աշխատում են որոշների պարագայում, որոշ մեխանիզմներ չեն աշխատում ուրիշների պարագայում, մեխանիզմ, այնպես որ գնահատել, ասենք, այդ ուժերի, այդ քաղաքի համայնքի ղեկավարների արածը Աստված իրենց կպատժի, ես համոզված եմ, որ ամեն մեկը ԿՊ-ին աջակցելով, ամեն մեկը այս դավաճան իշխանություններին որևէ կերպ աջակցելու պարագայում ինքը ստանալու է իր տեղում, իր ժամանակին իր պատիժը, իր չափով, ոչ մեկը չի խուսափելու այդ պատժից, որևէ մեկը, ով աջակցում է երկրի դավաճանությունը, որևէ մեկը, ով դավաճանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, պղծողին աջակցելով մեր երկրին, նա անպատիժ չի մնալու, էլի եմ կրկնում, ամեն մեկը իր տեղում, իր ժամանակին, իր չափով, հաստատ իր պատիժը ստանալու է, այնպես որ թողնենք մարդը, իրենք իրենց պատիժը կստանան, եթե նրանք նման պատժի արժանի են, իսկ որ կստանան արժանիները այդ պատիժները ոչ մեկը թող չկասկածի։